Բուսաբանական այգու տարածքում ծառահատման ահազանգով հարուցվել է վարչական վարույթ, 34 կաղնու հատման մասին բնապահպաններն են ահազանգել։ Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնաս, այն ավելի քան 16.5 միլիոն դրամ է։ Մասնագետները սակայն պնդում են, ծառերը եղել են անկենսունակ։ 2024 թվականի ամռանն է կատարվել, բայց միայն օրեր առաջ 2025 թվականի մարտին է հայտնի դարձել Երևանի բուսաբանական այգու տարածքի 34 կաղնիների հատման փաստը, երբ բնապահպանները սկսել են լուսանկարներ տարածել, ենթադրություններ անել։ Աղմուկ հանած պատմության հետքերով գնացել են շատերը՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը եւ ուրիշներ։ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Տարածքի տեղազնության ժամանակ հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 34 հատ հատված ամառային կաղնի տեսակի ծառ, որի ընթացքում կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է շուրջ 16 միլիոն 570 հազար դրամ։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվելուց հետո առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե գործի հետագա ընթացքն ապահովելու համար։ Տեսչական մարմինը վնասի չափը հաշվարկելիս հիմք է ընդունել բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական ու բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենքը, որի 5-րդ գլխում սահմանված է։ Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին եւ սոճենին։ Արմատից կտրված, ինչպես նաեւ հողատապալ կամ ապորինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի A եւ B ենթակետերում բերված սակագների 50%-ի չափով։ Ըստ այդմ վնասի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվել ծառի կոճղի տրամագիծը։ Տվյալ դեպքում պարզվել է, որ հատվել է 35-ից 74 սանտիմետր տրամագծով 34 հաստաբուն ծառ։ Ապորինի է տեղի ունեցել գործողությունը, թե ոչ, պարզ կդառնա քննչական գործողությունների արդյունքում։ Նախաքննության փուլում քննչական կոմիտեից տեղեկություններ չհայտնեցին։ Փոխարենը տեղի ունեցածի մասին պատմեց Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանը, որը ցուցմունք է տվել նաև պատկան մարմիններին։ Մեր կողմից է հատվել, ով ասեց, որ ուրիշը մարտահատ է։ Հատում է մեր մոտից, մասնագիտական խումբը տալիս է եզրակացություն, բանվորական մասը մտնում, հատում ենք տրակտորով բարձուն, տեղափոխում ենք պայստային մաս։ Ծառերը մոտ 60 տարեկան էին, 90-ականներից ջուր չեն ստացել, քանի որ ոռոգման ցանցը քայքայված է եղել։ Դրանք հատելու մտադրություն չի թաքցնում, միշտ է եղել։ Թփերը, ծառերը չորացել են, խնդրեմ, ծառեր կան, հələ չի հեռացվել, լրիվ չոր վիճակում է։ Քանի որ կյանքի պուրակը արդեն կյանքի է կոչվում, մի ճյուղը տվել են ստեղ։ Կյանքի պուրակ հիմնելու ծրագրի շրջանակում նաև ոռոգման ջրի հարցն է լուծվել, հայտնում է գլխավոր գյուղատնտեսը։ Իսկ որ իրոք ծառերը չորացած են եղել, Շատոյանը ցույց է տալիս կոճղերի վրա։ Խնդրեմ նայեք։ Հտած ծառը։ Դուք կենսունակ ծառից սենց կարող ես գեղևը պոկել, հտած ծառ։ Ես իմ քանի տարվա հատված ծառ։ Հատված ծառ։ Սրա վրա օրինակը բերեք, դա երևի ավելի վաղուց է հատված ծառը։ Հատված ծառ։ Հիմա նայեք։ Էսի կողային, երբ էտվել է, սա մի քանի տարվա առաջվա էտված է, իրա տված շիվը էս է եղել, այ էս որ տենում են, էս ծառը ծառ չէր դառնա։ Էսի կենսունակ ծառի բան չի։ Հատման վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունների հիմնավորումների մասին տեղյակ չէ, եղել է տնօրենի հրաման ի կատար է ածվել, իսկ հատման ենթակա ծառերի լուսանկարներն ասում է փակցված են եղել։ Լուսանկարները փակցրած են եղել, ակտերը գրված են եղել, առանց հիմնավորման այն էլ բուսաբանական այգում ծառ չի կարող հատվել։ 2025 թվականի հունվարին տնօրինության փոփոխությունից հետո ծառերի հատման ենթակա լինելու մասին փաստաթղթերը դեռևս ամբողջությամբ փոխանցված չեն։ Իսկ արդյոք կանոնավոր ոռոգման պայմաններում հնարավոր կլիներ պահպանել ծառերը։ Կարող էր նաև այլ որոշում լինել, օրինակի համար թողնել կիսաչոր կամ չորացած ծառերը, արանքները վերատնկումներն անել եւ հետագայում նոր դրանք կտրել։ Բայց նաև ստեղ մեկ այլ կարող է առանձնահատկություն դրսևորել, որտեղ չորացած կիսաչոր ծառեր նաև իրանցից ֆաուտային, այսպես ասած, վնասակար օրգանիզմների նաև հավաքատեղի են հանդիսանում։ Հատված ծառերի կողքին էլ նոր փոսերն արդեն պատրաստ են։ Արթուր Պետրոսյանն է զբաղվում այգու վերահիմնման աշխատանքներով։ Վստահեցնում է, կլիմայական պայմաններին բնորոշ ավելի քան 20 տեսակի 40 ծառաթուփ են վերատնկելու։ Հիմա այս հողամասում, Եվրոսիբիրյան հողամասում նախատեսվում է վերականգնել եւ ամառային կաղնու ծառուղին եւ դենդրաֆլորայի այս հողամասին բնորոշ ծառաթփատեսակներ։
Ըստ ինստիտուտի ներկայացուցիչների այս պահին էլ հաշվառված են բազմաթիվ չորացած ծառեր, որոնք այլևս կենսունակ չեն եւ ենթակա են հատման, սակայն ռեսուրսների բացակայության պատճառով չեն կարողանում քայլեր ձեռնարկել։ Իսկ արդեն հատված ծառերը տեղափոխել են պահեստ, մի մասն օգտագործել են այգու զարդարման համար, մյուս մասը վաճառել։ Մինչ նոր ծառողու հիմնումը քննչական գործողություններ կընթանան։ Նորիկ Շատոյանը վստահ է, փորձագիտական խումբը եւս կհաստատի, որ ծառերը եղել են չորացած ու ոչ կենսունակ։ Վարդուհի Արզումանյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։